դպրոցական միջավայրի վրա։ Հարցման առավել ակտիվ մասնակցություն են ցուցաբերել կենտրոն Արաբկիր, Շենգավիթ եւ Նոր վարչական շրջանները, իսկ սովորողներից 7-րդ դասարանցիները առավել ակտիվ են գտնվել։ Արդյունքների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակումը ընդհանուր առմամբ դրական է ընկալվում ինչպես ուսուցիչների, այնպես էլ ծնողների եւ սովորողների կողմից։ Այն դիտարկվում է որպես կարևոր գործոն, որը նպաստում է դասերի ընթացքում սովորողների ուշադրության առավել կենտրոնացմանը եւ դպրոցական կարգապահության ամրապնդմանը, ստեղծելով ավելի արդյունավետ եւ նպատակային ուսումնական միջավայր։ Ուսուցիչների դիտարկմամբ սահմանափակումն էական դժվարություններ չի առաջացրել ուսուցման կազմակերպման գործընթացում, թեպետ դասերի ընթացքում երբեմն առաջանում են ուսումնական նպատակներով հեռախոսների կիրառման անհրաժեշտությունը, ընդհանուր մոտեցումը վկայում է սակայն, որ սահմանափակումը չի խոչընդոտում ուսումնական գործընթացին, այլ նպաստում է տեխնոլոգիաների առավել նպատակային եւ վերահսկվող օգտագործմանը։ Իսկ ծնողների շրջանում արձանագրվել է անվերապահ աջակցություն սահմանափակմանը, ինչը վկայում է, որ այն ընկալվում է որպես կարևոր քայլ երեխաների կրթության որակի եւ դպրոցական միջավայրի բարելավման ուղղությամբ։ Հատկանշական է նաև, որ դասղեկների դիտարկման սահմանափակումների կիրառումից հետո նվազել են սովորողների միջև առցանց կոնֆլիկտների եւ կիբերբուլինգի դեպքերը, ինչը վկայում է սահմանափակման ոչ միայն ուսումնական, այլև սոցիալ-հոգեբանական դրական ազդեցության մասին։ Ընդհանուր առմամբ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակումը հանդիսանում է կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, կարգապահության ամրապնդմանը եւ դպրոցական առողջ միջավայրի ձևավորման նպաստման կարևոր գործոն է։ Թեև տեսասահիկում ներկայացված են եւս այլ տվյալներ, որոնք ավելի շատ քանակական են, իսկ առաջադիմության որակի համեմատական վերլուծությունը պարոն քաղաքապետ կներկայացնեմ ուսումնական տարվա ավարտին համադրելով առաջին եւ երկրորդ կիսամյակների արդյունքները։ Տիկին Խաչատրյան,